Ձերբակալվել են մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը և իր որդին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ նրանց ձերբակալել են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Նույն վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը։ Նա նույն համալսարանի ֆիզկուլտուրայի և շախմատի ամբիոնի վարիչն է։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանում 5 ժամից ավելի տևած դատական նիստի արդյունքում դատարանը որոշել է չբավարարել ուժեղ Հայաստանի առաջնորդի փաստաբանների միջնորդությունը տնային կալանքը փոխարինելու գրավի դիմաց ազատ արձակմամբ։ Փոխարենը բավարարվել է գլխավոր դատախազության միջնորդությունը արդեն 10 ամիս տևող կալանքի ժամկետը կրկին երկարաձգելու համար։ Միևնույն ժամանակ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ է տվել հարցազրույցներ տալ, հանդես գալ հրապարակային հայտարարություններով, ունենալ հանրային նամակագրություն, հեռախոսային խոսակցություն եւ այլ բնույթի միջոցներով շփում, բայց նրան նաեւ արգելվել է շփումները վկաների եւ նրանց պաշտպանների հետ։ Այս իշխանություններից իհարկե ուրիշ որոշում անհնար էր սպասել, ինչ սպասում ենք այն էլ եղավ։ Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Իսկ եթե 100%-ը չլինի, պատրաստ եք ընդդիմություն աշխատել։ Չի կարա չլինի։ Ոչ մի բանի պատրաստ չեն։ Միայն Նիստի ամբողջ ընթացքում դատարանի բակում հավաքվել են Ուժեղ Հայաստան կուսակցության տասնյակ հարյուրավոր աջակիցներ։ Նրանց եւ ուժայինների միջև միջադեպեր են եղել, որից հետո ոստիկանները ուժ կիրառելով բերման են ենթարկել Թբիլիսյան խճուղում գտնվող 17 անձի։ Հարևան Իրանի օդային տարածքի մի մասը վերաբացվել է։ Երկրի արևելյան մասում գտնվող օդային երթուղիները բաց են Իրանի երկնքով միջազգային չվերթների համար, հայտնել է Իրանի քաղավիացիայի ծառայությունը։ ԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում 7 պնդում է արել, բոլորը կեղծ, հայտարարել է Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Այս ստերով նրանք պատերազմում չեն հաղթել եւ անշուշտ բանակցություններում ոչ մի տեղ չեն հասնի, նշել է նա։ Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայել Բաղային էլ հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը որևէ տեղ չի տեղափոխվի, իսկ դրա դուրս բերումը դեպի ԱՄՆ երբևէ չի դիտարկվել որպես տարբերակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում եւ որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել։ Բանակցությունները նախատեսվում է շարունակել շաբաթավերջին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի իրանական նավահանգիստների շրջափակումը շատ հաջող է եղել եւ նախկին միջոցների հետ միասին ուժեղացրել է Վաշինգտոնի դիրքերը բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր համաձայնագրի մի շարք տարրեր արդեն քննարկվել են եւ որոշ դեպքերում համաձայնեցվել իրանական կողմի դիրքորոշմանը։ Գլխավորն այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, ասել է Թրամփը։ Նոր փուլի եւ մշտական համաձայնագրի շեմին։ Այսպիսին է իրավիճակը Լիբանանի համար երկրի նախագահ Ժոզեֆ Աունի գնահատմամբ։ Մենք վստահ ենք, որ կփրկենք Լիբանանը։ Մենք վերականգնել ենք երկրի որոշումների կայացման իրավունքը վերջին գրեթե կես դարվա ընթացքում առաջին անգամ։ Իսրայելի եւ Հեզբոլայի միջև հաստատված հրադադարից հետո ընդգծել է նախագահը։ Սա Աունի գնահատմամբ հրադադարի ուղղությամբ աշխատանքից դեպի մշտական համաձայնագրի անցման փուլն է եւ նա վստահեցրել է, որ չի լինելու որևէ համաձայնագիր, որը կոտնահարի իրենց ազգային իրավունքները եւ կնվաստացնի ժողովրդի արժանապատվությունը։ Չնայած սրան, լիբանանյան պետական լրատվամիջոցները այսօր հայտնել են, որ երկրի հարավում իսրայելական հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Խիամ քաղաքի ուղղությամբ եւս արձակվել են հրետանու արկեր։